2004 Ուկրաինա, պաշտոնական Կիևը հայտարարում է Յանուկովիչի հաղթանակի մասին։ Ընդդիմադիր քաղաքացին բողոքում է, պահանջում ոչ թե վերահաշվարկ, այլ նոր քվեարկություն։ Մասնակցության մակարդակը հասնում է ռեկորդային 80%-ի, 80% իրական փոփոխություն եւ հաղթեց Վիկտոր Յուշչենկոն։ Քաղաքականությունը կարող է հանգիստ տեղավորվել ընտրատեղամասում։ Որն է ամենամեծ սխալը։ Երբ ենթադրում եւ ինքդ քեզ համոզում ես, որ առաջին արդյունքը վերջնականն է եւ ամեն ինչ ի սկզբանե որոշված է։ Կյանքում էլ է այդպես։ Իրական քաղաքական շրջադարձը հաճախ լինում է ոչ թե քվեարկության օրը, այլ հունիսի 8-ին, կներեք, հունիսի 7-ին հաջորդած օրը։ Դու այս երկրի տերն ես, ոչ թե դիտորդը։ Արի քարը փեշիցը թափի 15 րոպե հատկացրու գնանք ընտրատեղամաս։ Լայքը, սրտիկը, զարմանքը, ծիծաղը, զայրույթը, էմոջի են եւ միայն Facebook-ում։ Իրական փոփոխության հնարավորությունը ընտրությունն է։ Եթե քեզ հետաքրքիր է ասեմ, ինքս գնալու եմ ընտրության եւ թույլ չեմ տալու, որ վերարտադրվի մեր պետությունը կործանող խմբակը։ Մնացածը դու որոշիր։ Դու գիտես քո անելիքը։